Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆո հաղորդումն է։ Հաղորդում, որն օգնում է բացահայտելու առողջության կարևորագույն գաղտնիքները, հաղորդում, որի ընթացքում խոսում ենք բժշկության կարևորագույն թեմաների մասին, ինչպես նաև օգնում ենք ձեզ կատարելու ճիշտ քայլեր ձեր եւ ձեր ընտանիքի անդամների առողջության պահպանման հարցում։ Ես Վարդան Շահինյանն եմ, պլաստիկ վիրաբույժ։ Հաղորդումը սկսում ենք ինչպես միշտ օրվա թեմաների ծանոթությունից, միշտ դուք կդիտեք օրվա անոնսը, ես տաղավար եմ հրավիրում մեր առաջին հյուրին։ Այսօր դիտեք, ինչ է նշանակում բարձր եւ ցածր խոլեստերին եւ երբ է այն դառնում վտանգավոր։ Կարբոքսի թերապիա, ինչ նպատակով է այն կատարվում եւ ինչպես է անցկացվում պրոցեդուրան։ Ինչ խնդիրներ կարող են առաջանալ հասունացման շրջանում բերանի խորոչում։ Այսօրվա գլխավոր թեմայի շրջանակներում խոսելու ենք մի խնդրի մասին, որը կապված է յուրաքանչյուրիս առողջության հետ։ Խոսքը խոլեստերինի մասին է։ Ինչպես է այն ազդում մեր օրգանիզմի վրա, ինչպես է հնարավոր այն կառավարել եւ արդյոք այն միշտ վնասակար է մեզ համար։ Խոսելու ենք այս ամենի մասին Rebalance կլինիկայի սրտաբան Վիկտորիա Մելոյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն Վարդան ջան։ Այ ասում ենք խոլեստերին, ինչ է խոլեստերինը, ինչ տեսակներ կան խոլեստերինի եւ արդյոք այն միշտ վնասակար է։ Առհասարակ խոլեստերինը շատ կարևոր ճարպ է, որը օգտագործում է մեր օրգանիզմի բազմաթիվ հորմոնների, վիտամին D-ի սինթեզի համար եւ վերջիվերջո մեր բջիջների արտաքին թաղանթը սինթեզելու համար։ Բայց կան իրավիճակներ, երբ խոլեստերինի թիվը սկսում է բարձրանալ, հասնում է վտանգավոր մակարդակների եւ այդպիսով կարողանում է ինքը ախտահարել մեր անոթների պատերը առաջացնելով աթերոսկլերոզ հիվանդությունը։ Երբ ճարպերը հայտնվում են մեր մարսողական համակարգում, մեր աղիներում, դրանք վերածվում են ճարպային կաթիլների, որպեսզի կարողանան ներծծվել եւ ճամփա ընկնել արյան հուն։ Արյան հունով նրանք հասնում են լյարդ, որտեղ լյարդը այդ ճարպային կաթիլները փաթեթավորում է սպիտակուցների հետ, ստեղծում է լիպոպրոտեիններ եւ նորից ճամփա են ընկնում դրանք արյան հուն։ Լիպոպրոտեինները իրարից տարբերվում են իրենց բաղադրությամբ, իրենց խտությամբ։ Կան շատ ցածր խտության լիպոպրոտեիններ, որոնք որ տանում են տրիգլիցերիդներ եւ խոլեստերին դեպի ճարպային հյուսվածք, որպեսզի կուտակեն այնտեղ եւ դեպի մկաններ, որպեսզի մկանները կոպիտ ասած այդ էներգիան օգտագործեն։ Այդտեղից արդեն առաջանում են ցածր խտության լիպոպրոտեինները, որոնք հենց ժողովրդին հայտնել են որպես վատ խոլեստերին անունով։ Հենց այդ լիպոպրոտեիններն են, հենց այդ տեսակի խոլեստերինն է, որը որ գնում է եւ կպնում է անոթի պատերին, որոնք ի սկզբանե իդեալական ողորկ են, հարթ են, առաջացնում է ճարպային բիծ։ Երբ այդ ճարպային բիծը առաջանում է, այդտեղ մոլեկուլյար մակարդակով կարծես առաջանա բորբոքում եւ մեր իմունային բջիջները ճանաչում են այդ բորբոքումը, գալիս են եւ փորձում են այդ ճարպը ուտելու միջոցով մաքրազերծել պատը, բայց ցավոք սրտի, երբ դրանք շատ են ճարպ ուտում, փրփրում են եւ մահանում են։ Դրանց հետևից գալիս են նոր բջիջներ, որոնք որ արժանանում են նախորդների ճակատագրին ցավոք սրտի եւ այդ բոլորն իրար վրա դրվում են կոպիտ ասած, առաջանում է մի հաստ շերտ, հենց այդ աթերոսկլերոտիկ վահանիկ բլաշկա կոչվածը, որը որ կարող է ընդհուպ միջև փակել անոթի լուսանցքը եւ կարող է անգամ պատռվել։ Հենց այդպես էլ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդությունը իր մյուս դրսևորումներով, ինֆարկտով, ստենոկարդիայով եւ մյուս դրսևորումներով։ Եվ գոյություն ունի լավ խոլեստերին կոչվածը, բարձր խտության լիպոպրոտեինը, որը որ ճարպը արյան հունից տանում է լյարդ, լյարդը մշակում է եւ արտազատում է լեղու միջոցով։ Եվ բոլոր խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ որ մեր լավ խոլեստերինը իջնում է, իսկ վատ խոլեստերինը սկսում է աճել։ Այ երբ ասում ենք բարձր, ինչ սահմանագիծ կա, որից բարձր դուք արդեն իսկ համարում եք, որ ցածր խտության լիպոպրոտեինները իրենք բարձր են։ Սովորաբար համընդհանուր վերցված ինչ որ նորմաներ չկան, բայց եթե մարդու համար վերցնենք, ով մինչև 40 տարեկանն է, չի ծխում եւ առողջ է, մինչև 3.5-3.6-ը ընդունելի է, որովհետև համարվում է, որ 4-ից բարձր կարող է ՑԽԼ-ն պատերին արդեն բծերի տեսքով հավաքվել, բայց այդ նորմաներն էլ մի քիչ տատանվում են, այո, տատանվում են, իրենք սովորաբար կախված մարդու տարիքից, կախված անգամ սեռից, ծխում է, չի ծխում, ինչ ուղեկցող հիվանդություններ ունի, խիստ տարբեր են։ Եթե օրինակ 2.6 ցածր խտության լիպոպրոտեինը մարդու համար, որ 30 տարեկան կին է ու չի ծխում, առողջ է, իր համար նորմալ է ու ապահով թիվ է, ապա մարդու համար, ով ունի շաքարային դիաբետ, դա արդեն բարձր թիվ է։ Իսկ մարդու համար, ով ունի տարած սրտամկանի ինֆարկտ, դա արդեն շատ վտանգավոր թիվ է։ Այսինքն նորմաներ ունիվերսալ գոյություն չունեն։ Մենք կողմնորոշվում ենք արդեն մարդու ունեցած խնդիրներով։ Այժմ ասում ենք, երբ բարձրանում է ցածր խտության լիպոպրոտեինների քանակը, իսկ ինչու է բարձրանում։
Առաջին հերթին բարձրանում է պայմանավորված մեր գենետիկ նախատրամադրվածությամբ ու տարիքի մեծացմամբ։ Բացի դրանից, ցածր խտության լիպոպրոտեինի վատ խոլեստերինի վրա մեծապես ազդում է նաև մեր կենսակերպը, սնունդը այդ թվում, մեր ֆիզիկական ակտիվությունը, մենք ունենք ավելորդ քաշ թե չունենք, ծխում ենք թե չենք ծխում։ Այն նախկինում խոլեստերինի մասին կարծում եմ այսքան շատ չեն եղել խոսակցությունները, ինֆորմացիան։ Ինչու՞։ Ոչ շատ հեռու անցյալում։ Առհասարակ եւ խոլեստերինի եւ սրտանոթային հիվանդությունների մասին այդքան չէին խոսում։ Պայմանավորված նրանով, որ մարդիկ թեկուզ 16-րդ դարում իրենք չէին հասնում այն տարիքին, երբ որ հնարավոր էր զարգացնել սրտանոթային հիվանդություններ։ Կյանքի միջին տևողությունը մոտավորապես 35 տարի էր, մարդիկ մահանում էին սովից, թերսնուցումից, պատերազմներից, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններից, որոնք լիովին կանխարգելելի են հիմա կամ առնվազն բուժելի են։ Երբ առողջապահական մակարդակը սկսեց աճել, կյանքի որակը սկսեց աճել, կյանքի տևողությունը սկսեց բարձրանալ եւ մարդիկ, ովքեր որ ժամանակին ունեին, ասենք, լուրջ գենետիկ խոլեստերինի խնդիր ու չէին հասնում տարիքի, որ կարելի էր սերունդ թողնել, սկսեցին ավելի երկար ապրել, սերունդ թողել ու այդ գեները սկսեցին տարածվել։ Բացի այդ, մեծապես փոխվել է նաեւ մեր ապրելակերպը։ Եթե ընդամենը 100 տարի առաջ մարդիկ 5 անգամ ավելի շատ էին քայլում, 5 անգամ ավելի շատ ֆիզիկական ակտիվություն ունեին իրենց կենցաղից ելնելով, չկար տրանսպորտ, չկար այս բոլոր հեշտացված տարբերակները կենցաղի։ Այսինքն ֆիզիկական ակտիվությունը մաքսիմալ շատ է օրվա կտրվածքով։ Հիմա 4-ից 5000 քայլ է լավագույն դեպքում միջին վիճակագրական մարդը քայլում, իսկ այն ժամանակ 5 անգամ ավելի շատ էր։ Ֆիզիկական ակտիվությունը խիստ նվազել է։ Սնունդը վերամշակված է։ Երբեք չեք հանդիպի օրինակ 100 տարի առաջ կամ 200 տարի առաջ, որ մարդիկ 20 անգամ ձեթը վերաօգտագործեին ու հավի միսիկներ դրանց մեջ պատրաստեին։ Բացի դրանից ճարպակալման մակարդակն է աճել, այս բոլոր փոփոխությունները առաջացել են նաև ծխախոտի ալտերնատիվ տարբերակներ, իրենք բերել են նրան, որ սրտանոթային հիվանդությունները ու մասնավորապես աթերոսկլերոզն ու խոլեստերինը խիստ տարածում են գտել։ Այ ասեցինք մոտավորապես ինչպես են ազդում, այսինքն ֆիզիկական ակտիվությունը, սնունդը, ինչպես փոփոխել, ինչպես վերադառնալ այն ճիշտ ճանապարհին։ Այո, ազդելով նրա վրա, ինչի վրա որ մենք կարող ենք ազդել, սննդի հետ կապված, աշխատում ենք խուսափել առաջին հերթին տրանսճարպեր կոչվածից, որոնք հենց գտնվում են այդ վերամշակված ձեթերի մեջ, վերամշակված սննդի մեջ ու մարգարինով, ֆաստ ֆուդից, այո, որովհետև դրա հետ կապված մենք առանձնակի ոչ մի դրական էֆեկտ չունենք, բայց ունենք լիքը բացասական էֆեկտներ։ Եթե ունենք խոլեստերինի խնդիր, կենթանական ծագման ճարպերից ու կենթանական ծագման կաթից, պատրաստված մթերքներից նույնպես փորձում ենք դրանց որոշակիորեն պակասեցնել։ Օրինակ մարդը, ով ունի բարձր խոլեստերինի խնդիր, օրվա կտրվածքով ինքը 15 գրամից ավել հագեցած ճարպ չի կարող ընդունել։ Օրինակ, եթե ինքը արդեն առավոտյան հացի վրա 15 գրամ կարագը քսել է ջեմով, ուրեմն այդ օրը ցանկալի է, որ ինքը այլ հագեցած ճարպ էլ չօգտագործի։ Բացի դրանից, փորձում ենք շատացնել լավ ճարպերի քանակը, դա ձկնամթերքի միջի ճարպն է, ընկուզեղենի միջի ճարպն է, եւ փորձում ենք ամենակարևորը բջջանյութի քանակը ավելացնել։ Դա ինչ վերաբերում է սննդին, ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը, օրական առավոտ ու երեկոյան 15-ական րոպե արագ քայլքը ու շաբաթվա ընթացքում 2 անգամ կես ժամանոց հասարակ մարզանքը, թեկուզ տանը 1 կիլոգրամանոց, չգիտեմ, լվացքի փոշու նյութերով, ցանկացած ինչ որ կենցաղային պայմաններում, այսինքն պարտադիր չէ ջիմ գնալ, այդ ամեն ինչով կազմակերպված իրենք նշանակալի իջեցնում են վատ խոլեստերինի քանակը ու բարձր խոլեստերինը բարձրացնում են եւ ամենակարևորը աշխատում ենք չծխել, որովհետեւ ինքը համար 1 թշնամիներից մեկն է։ Ցածրացնում է մեր բարձր խոլեստերինի թիվը, ինչպես նաև անմիջականորեն այն մեր անոթների ԻԾՆ եղած պրոցեսի արագացման։ Այո, իդեալական այդ պատի վրա առաջացնում են միկրովնասվածքներ, իսկ դա շատ հարմար տեղ է, որ վատ խոլեստերինը կպչի ու առաջացնի բիծ ու մեծացնի։ Այ խոսեցինք մի փոքր բջջանյութի ավել քանակ օգտագործելու մասին, այսինքն բուսակերությունը մի փոքր էլ ավելի խորախուսում ենք, բայց արդյոք բուսակերները երաշխավորված են, որ չեն ունենա նման խնդիրներ, մասնավորապես ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակ։ Շատ լավ բան ասեցիք, որովհետև մենք ունեցել ենք պացիենտներ, ովքեր որ շատ նիհար էին ու բուսակեր էին, հենց վեգան էին, բացարձակ կենթանական սնունդ չէին օգտագործում, բայց ունեին խոլեստերին շատ անհանգստացնող թվեր, որովհետև առաջին հերթին ունեին գենետիկա, երկրորդ հերթին միշտ պետք չի բացառել, որ այդ մարդիկ կարող է վերամշակված սննդով են սնվում, որը կենթանական ոչինչ չի պարունակում, նստակյաց են,
եւ կարող է ծխում են, այսինքն զուտ միայն բուսակեր լինելը իհարկե մեզ ապահովագրում է հագեցած ճարպերից, բայց չի ապահովագրում մնացած տարբերակներից եւ ցավոք գեները, որոնք որ մենք ժառանգում ենք, մենք չենք ընտրում։ Որ տարիքից եք խորհուրդ տալիս, որպեսզի արդեն սկսեն այսպես հետևել ստուգել խոլեստերին։ Եվ արդյոք երեխաների մոտ կարող է լինել բարձր խոլեստերինի մակարդակ։ Ու խոսքը վատ խոլեստերինի մասին։ Եթե ես հիմա ասեմ այն թվերը, որոնք որ հանձնարարականներով խորհուրդ են տալիս, օրինակ ամերիկյան սրտի ասոցիացիան, ապա շատ հեռուստադիտողներ մի քիչ կվրդովեն եւ կվշտանան, որովհետեւ խորհուրդ է տրվում առաջի անգամ 9-10 տարեկանում ստուգել, եթե նորմալ է թիվը, այնուհետև 20-21 տարեկանում եւս մեկ անգամ ստուգել, եթե թիվը նորմալ է, 5 տարին մեկ կրկնել անալիզը։ Բայց եթե երեխայի մոտ կա շաքարային դիաբետ, կա գիրություն, կամ երեխան ունի հայր-մայր, որոնք որ շատ երիտասարդ տարիքում ունեցել են սրտի խնդիր, ապա շատ ավելի վաղ տարիքից պետք է սկրինինգը կատարվի, ուղղակի իրենց հսկողության տակ վերցնելու համար։ Ու որpիսի մենք հետագա ինչ որ վատ ելքերը կարողանանք ժամանակին կանխարգելել։ Եկեք մի փոքր անդրադառնանք այդ տնական միջոցներին։ Արդյոք տնական միջոցների հնարավոր է խոլեստերինը արդյունավետ եւ անվտանգ կերպով իջեցնել կամ նորմայի բերել։ Ինչ վերաբերվում է տնական միջոցներին, չգիտես ինչու, այսինքն գիտենք ինչու, բոլորը փնտրում են ինչ-որ մի կախարդական մթերք, որը որ կօգնի լրիվ նորմայի իջեցնել խոլեստերինը, այո, եւ արագ, եւ անվտանգ, առանց կողմնակի էֆեկտների, բայց ցավոք նման մեթոդ գոյություն չունի, եթե ինչ-որ մեկը կասի, որ կա նման մեթոդ, ուրեմն ինքը կամ լավ չի տիրապետում ինֆորմացիային, կամ ուղղակի ասում է այն, ինչ ուզում ենք լսել մենք։ Ցավոք, որpիսի մենք կարողանանք սննդի միջոցով որոշակի իջեցնել, մեզ մի մթերքը հերիք չի, մեզ պետք է որ մեր ամբողջ սննդային վարքը վերանայվի, ինչը որ բավականին բարդ է։ Նույնը հագեցած ճարպերը մի քիչ հնարավորինս քչացվեն, տրանս ճարպերը հնարավորինս բացառվեն եւ նաեւ բջջանյութը տարբեր տեսքերով ներմուծվի մեր սննդակարգ, այնպես որ մի մթերքի վրա հույս դնելը ցավոք այնպես էլ այդքան էլ ճիշտ մոտեցում չի։ Սխտորն են շատ սիրում, չիայի սերմերն են շատ սիրում, արդյոք սիրում են սուպերֆուդեր գտնել ու հույսը դնել դրանց վրա, բայց եթե կա իրապես բարձր խոլեստերինի խնդիր, ապա մի քիչ ավելի խորքային մոտեցումներ են պետք։ Եկեք այդ դեպքում վերադառնանք ապացուցողական բժշկություն եւ պարզենք թե ինչ հայտնի միջոցներ կան արդյունավետ, որոնք օգնում են իջեցնել, կարգավորել այդ վատ խոլեստերինի մակարդակը օրգանիզմում։ Մենք մեր արսենալում բազմաթիվ միջոցներ ունենք, սկսած խմելու դեղերից, որոնցից ամենահայտնին ու առաջին ընտրության պրեպարատները, դրանք ստատիններն են բազմատեսակ։ Այնուհետև մենք վերջի տարիներին արդեն ձեռք ենք բերել նաև ներարկման դեղեր, որոնք 3-ից 6 ամիսը մեկ ներարկվում են ստատիններին իհավելում կամ առանց իհավելման, եթե մարդիկ տանելիություն չունեն ստատինի նկատմամբ կամ լրիվ բացառում են ստատինի ընդունումը։ Եվ կա նաև տարբերակ, որն օգտագործվում է արդեն ժառանգական, խոլեստերինի խնդիր ունեցողների մոտ հեմոդիալիզի նմանվող մեթոդի միջոցով մաքրել արյունը բարձր քանակի խոլեստերինից եւ ծայրահեղ դեպքում անգամ առաջարկում է լյարդի տրանսպլանտացիա, գրականության մեջ մոտավորապես 5 տասնյակ դեպք է նկարագրվել, երբ որ այս բոլոր մեթոդները ոչ մի կերպ չեն իջեցրել ու խոսքը 20-ից ավել ՑԽԼ ունենալու մասին է ու այդ երեխաներին, որովհետև դրանք երեխաներ են եղել, որոնք 12 տարեկանում արդեն իսկ ինֆարկտ տարած երեխաներ են եղել, իրենց մոտ առաջարկվել է լյարդի փոխպատվաստում։ Դեռ այդքանն է, ինչ որ ունենք։ Եվ այս ամենի հետ ձեր ամփոփիչ խոսքը մեր հեռուստադիտողներին։ Առաջին հերթին չվախենալ ստուգվելուց եւ թվերն իմանալուց երիտասարդ տարիքում, չսպասել 40-նանց 50-նանց տարիքի, որովհետեւ միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան հետո առաջացած խնդիրը բուժել, ֆիզիկապես ակտիվ լինել, որովհետեւ իրականում շատ հնարավոր է կենցաղային պայմաններում այդ անհրաժեշտ մինիմալ ակտիվությունը պահպանել ու փորձել սնվել հնարավորինս մաքուր վերամշակված սննդից մի քիչ հեռու մնալ, պարզածխաջրերը մի քիչ սահմանափակ քանակով օգտագործել, աղը սահմանափակ քանակով օգտագործել, լիքը բանջարեղեններ ու լիքը մրգեր ուտել ու այն ինչը որ մեր ուժերից կախված է, կարծում եմ որ արած կլինենք, մնացածն արդեն գեներն են, որոնց վրա դեռ ազդեցություն չունենք, մի օր դրանց վրա էլ ազդեցություն կունենանք։ Շնորհակալություն շատ ինֆորմատիվ զրույցի համար բժշկուհի։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ֆիզիկական ակտիվությունը, առողջ ապրելակերպը կարող են ազատել եւ լուծել բազմաթիվ առողջական խնդիրներ։ Այնպես որ
Խնամեք ձեր առողջությունը, հետևեք բժիշկ մասնագետների խորհուրդներին։ Հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն է Ռեբալանս կլինիկայի սրտաբան Վիկտորիա Մելոյանը։ Իսկ այժմ տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, մենք այսօր գտնվում ենք Չայկա կլինիկայում։ Ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Տամարա Բատյանն եմ։ Եկեք խոսենք այսօր հղիության պլանավորման մասին եւ ինչ է դրա համար անհրաժեշտ։ Ցանկանում եմ նշել, որ այս գործընթացում մասնակցում են երկուսը։ Հետևաբար խորհուրդներին պետք է հետևեն եւ կինը եւ տղամարդը։ Պետք է հրաժարվել վատ սովորություններից, լիարժեք օգտակար սնվել, սննդի մեջ շատ օգտագործել միրգ եւ բանջարեղեն, վարել կանոնավոր սեռական հարաբերություններ 2-3 անգամ շաբաթը, լիարժեք գիշերային քուն 7-ից 8 ժամ, կատարել ֆիզիկական վարժություններ, փոփոխել ձեր ապրելակերպը։ Այս խորհուրդներին կարող են հետևել զույգը մինչև 35 տարեկանը, 12 ամսվա շրջանում, 35-ից ավել զույգը կարող է հետևել այս խորհուրդներին 6 ամսվա շրջանում։ Կնոջ համար անհրաժեշտ է կանոնավոր այցելել մանկաբարձ գինեկոլոգին տարին 1 անգամ։ Անհրաժեշտ է հանձնել հետևյալ քսուկները. արգանդի վզիկից քսուկը, PAP թեստը HPV-ի հետ, կարելի է հանձնել քոտեստ, քսուկ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ, 4 վարակներ, խլամիդիա տրախոմատիս, միկոպլազմոգենիտալիում, հոնորեա եւ տրիխոմանիազի դեմ։ Կատարել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, նաեւ կաթնագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն, մինչև 40 տարեկան, 40 տարեկանից հետո մամոգրաֆիա։ Հանձնել արյան անալիզ, միավի, RV, հեպատիտ B, C-ի դեմ, հանձնել ընդհանուր անալիզ, ստուգել ֆերրիտինի մակարդակը, երկաթի դեֆիցիտ անեմիան բացառելու համար, անցնել ֆլյուորոգրաֆիա, հանձնել անալիզ TSH հորմոն վահանաձև գեղձի հիվանդությունների սկրինինգ։ Անհրաժեշտ է անցնել տեստ կարմրուկի, կարմրախտի, իմունոգլոբուլին G մակարդակը ստուգելու համար, որովհետև կարմրուկը եւ կարմրախտը վտանգավոր են պտղի զարգացման եւ առողջության համար։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա անհրաժեշտ է այցելել մասնագետներին։ Կնոջ համար անհրաժեշտ է մինչև հղիությունը 3 ամիս առաջ սկսել ընդունել ֆոլաթթու 400 միկրոգրամ եւ շարունակել ընդունել մինչև 12 շաբաթ հղիությունը։ Ցանկանում եմ ձեզ առողջություն եւ հանգիստ հղիություն։ Շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով։ Այսօր կպարզենք եւ կխոսենք, թե ինչպես է պետք բարձրացնել երեխաների իմունիտետը, որպեսզի հաճախակի չհիվանդանան։ Եվ այս ամենում մեզ կօգնի Մուրացան հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Ինչպես է կարելի բարձրացնել երեխաների իմունիտետը թույլատրելի մեթոդներով։ Շնորհակալ եմ շատ կարևոր եւ ակտուալ հարց բարձրացնելու համար, որովհետեւ այսօր կարելի ասել շատ մոդայիկ է դարձել այս իմուն համակարգը խթանող դեղամիջոցների օգտագործումը, վիտամինների օգտագործումը։ Ծնողները միշտ դիմում են մանկաբույժներին, ասում են գոնե մի բան նշանակեք, որ երեխան հաճախակի չհիվանդանա։ Իհարկե, իրենք պատրաստ են ցանկացած տեսակի միջոցներ ձեռք բերել, որ գոնե հաճախակի հիվանդացություններ չլինեն, բայց ծնողները հաճախ մի բան են մոռանում, որ երեխաները փոքր տարիքում դեռևս չունեն լիարժեք ձևավորված իմուն համակարգ եւ դրա համար իրենց պետք է որոշակի ժամանակ։ Բացի այդ, երեխաները պետք է հիվանդանան, որպեսզի հենց նույն իմուն համակարգը սկսի խթանվել, այո, եւ ձևավորվել։ Դրա համար ոչ թե պետք է դիմել ինչ-որ դեղամիջոցների օգնությանը, այլ պետք է խթանել բնական ձևով, օգնել այս իմուն համակարգին ավելի լավ ձևավորվել։ Իսկ ինչ միջոցներ կարելի է օգտագործել։ Դրանք մաքուր օդին հաճախակի գտնվելն է, բավարար ֆիզիկական ակտիվությունը, որն այսօր բավականին քիչ ենք տեսնում, որովհետև գadgetային դարաշրջանում ենք ապրում, դա առողջ քունն է, որը նորից գadgetների պատճառով բավականին տուժել է։ Երեխաները սկսել են քնից առաջ օգտագործել հեռախոսներ, որը ազդում է քնի որակի վրա եւ արդյունքում նորից չեն ունենում այդ լիարժեք քնի տևողությունը, որ պիտի նպաստեր առողջ օրգանիզմին եւ առողջ իմուն համակարգի ձևավորմանը։ Ինչ կասեք վիտամինների մասին։ Արդյոք վիտամինների օգտագործումը օգնելու է իմուն համակարգի ամրապնդմանը։
Վիտամինների լավագույն աղբյուրը կարելի է ասել դա սնունդն է, այսինքն մրգերը եւ բանջարեղենները։ Եթե երեխան սնվի բալանսավորված եւ բազմազան, ապա իրեն ոչ մի ավելորդ դեղամիջոցներ, վիտամիններ հարկավոր չեն։ Եվ առհասարակ ծնողները պետք է իմանան, որ նույն այդ վիտամինային կոմպլեքսները շատ քիչ են ներծծվում եւ առանձնապես շատ մեծ օգնություն չի լինում։ Այ եթե երեխան ունի դեֆիցիտային վիճակներ, օրինակ ստուգում ենք եւ ունենք անբավարար քանակի այդ վիտամիններ, նոր տվյալ պարագայում անպայման մանկաբույժի ցուցմամբ կարելի է նշանակել։ Երևի թե միակ վիտամինը, որ ծնված օրվանից երեխան պետք է օգտագործի, դա վիտամին D-ն է, ինչպես գիտենք բոլորս, օրական 500 միավորի չափով։ Մնացած բոլոր վիտամինների հավելյալ օգտագործման կարիք ուղղակի չկա։ Եկեք մի փոքր հիմա խոսենք այն դեղամիջոցների մասին, որոնք կարող են ինչ-որ մի կերպ ամրապնդել իմուն համակարգը եւ արդյոք սրանց կիրառումը կարող է ինքնուրույն կերպով լինել ծնողների կողմից, թե, ինչպես արդեն նշեցինք, պետք է միանշանակ լինի մասնագետի ցուցումով։ Սա շատ լավ հարց է, որովհետև արդեն իսկ ինքնուրույն շատ ծնողներ սկսել են գնել այդ դեղամիջոցները դեղատներից, սակայն էլի շատ կարևոր բան շեշտեմ, որ բոլոր այդ իմունիտետը խթանող դեղամիջոցները չունեն որևէ կլինիկորեն հաստատված արդյունավետություն։ Չկա ոչ մի ուղեցույց մանկական, որտեղ իրենք ներգրավված լինեն։ Հետևաբար մենք ուղղակի չգիտենք իրենց անվտանգության մասին եւ ի վերջո արդյոք պետք է ներխուժել իմուն համակարգ, ինչ-որ ձևով խթանել այն, արդյոք կլինեն ինչ-որ հետևանքներ կամ բարդություններ հետագայում, դեռ ոչ ոք չի կարող ասել։ Դրա համար ավելի լավ է ձեռք չտալ եւ մնալ բնական միջոցների հույսին։ Եկեք վերադառնանք մի փոքր հիմա տնային միջոցներին։ Այ ինչ կասեք, կան արդյոք արդյունավետ տնային միջոցներ, որոնք բավականին էֆեկտիվ են։ Կարող ենք տնային միջոցների մեջ նորից մտցնել սնունդը, այսինքն բալանսավորված, եթե երեխան սնվի, օգտագործի մեծ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեններ, սա արդեն իսկ կարելի է ասել բավարար կլինի, որ ստանա վիտամիններ, միներալներ եւ խթանվի իմուն համակարգը։ Շատ կարեւոր է նաեւ բավարար քանակությամբ հեղուկների, մասնավորապես ջրի օգտագործումը եւ տնական միջոցների շարքից օրինակ մեղրը կարող ենք ավելացնել, որը էլի ապացուցված իմուն համակարգը խթանող միջոց է համարվում։ Եվ վերջնականացնելու համար բժշկուհի ինչ ամփոփիչ խորհուրդներ կտաք, ինչպես բարձրացնել իմունիտետը, ինչպես ամրապնդել իմուն համակարգը։ Նորից երևի թե շեշտեմ, որ էլի պետք է ծնողը հետևի, որ երեխան սնվի առողջ, բավարար ժամային քանակությամբ օրվա մեջ գտնվի դրսում, մաքուր օդին, ունենա լիարժեք քուն եւ եւս մի բան էլ որ պիտի չմոռանանք, միակ երևի թե արհեստական ստեղծված միջոցը, որ եւս կօգնի իմուն համակարգի պաշտպանությանը, դա պատվաստումն է։ Այսինքն ժամանակին, եթե ստանանք ազգային օրացույցով հաստատված մեր պատվաստումները, այս դեպքում երեխան կարելի է ասել բավականին պաշտպանված կլինի։ Շնորհակալություն կարևոր խորհուրդների համար բժշկուհի։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Մուրադցան հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը։ Իսկ այժմ շարունակում ենք հաղորդումը եւ տեղափոխվում ենք գեղեցկության գաղտնիքներ H, այսինքն Eden բժշկական կենտրոն։ Ողջույն, այսօր գտնվում ենք Սիրուն Skin Bar-ում, ու այսօր կխոսենք Carboxy Express կոչվող պրոցեդուրայի մասին, եւ այսօր այս պրոցեդուրան կհամադրենք ձեռքերի խնամքի պարաֆինի հետ։ Թեման կօգնի մեզ ամբողջությամբ հասկանալ կոսմետոլոգ Անուշը։ Անուշ ջան, ինչ պրոցեդուրա ենք կատարելու այսօր։ Այսօր կատարելու ենք Carboxy Express խնամքի պրոցեդուրան, այն իրենից ներկայացնում է ածխաթթու գազի ներգործություն մաշկի վրա, ունի հակապիգմենտային, հակատարիքային, ինչպես նաև ծակոտիները նեղացնող, ճարպարտադրությունը կարգավորող ազդեցություն։ Եվ այս պրոցեդուրան համատեղելու ենք ձեռքերի պարաֆինոթերապիայի հետ, որն ունի խորը խոնավեցնող, սնուցող եւ թարմացնող ազդեցություն։
Շատ բարի։ Իսկ պրոցեդուրան ինչպես է անցնում եւ ինչ վերականգնման շրջան սպասի ակնկալի պացիենտը։ Պրոցեդուրան ատრავմատիկ է, այսինքն ցավ, կարմրություն հետագայում չի առաջանում, որպես այդպիսին վերականգնողական շրջան չի պահանջում։ Սակայն կարևոր է տնային խնամքը, որը պետք է բուժառուն իրականացնի։ Առնվազն 12 ժամ պետք է չլվացվի բուժառուն, հաջորդ օրը առավոտյան արդեն կարող է կատարել իր խնամքը, անպայման ներառելով խոնավացնող եւ արևապաշտպան։ Շատ բարի։ Իսկ պրոցեդուրան ինչ ցուցումներ ունի ու որ տարիքից է խորհուրդ տալիս։ Ցուցված է մաշկի բոլոր տիպերին, հիմնականում երբ ունենք տարիքային փոփոխություններ, լայնացած ծակոտիներ, պիգմենտացիաներ, հետակնե հետքեր։ Ինչ հակացություններ ունի պրոցեդուրան եւ ինչ հաճախականությամբ է խորհուրդ տալիս այն կատարել։ Պրոցեդուրան ունի հակացություններ, դրանցից են հղիությունը եւ կրծքով կերակրումը, մաշկային մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են փսորիազը, էկզեման, դերմատիտը, օնկոլոգիական հիվանդությունները, ինչպես նաեւ ակտին փուլում գտնվող հերպեսը։ Հիմնականում կատարում ենք կուրսով 4-ից 6 պրոցեդուրա, 7-ից 10 օրը մեկ ինտերվալով։ Շնորհակալ ենք շատ Տանուշ ջան։ Հիմա ամփոփենք այսօրվա մեր խոսացածը։ Այսօր խոսեցինք Carboxy Express կոչվող պրոցեդուրայի մասին եւ կտեսնենք, թե ինչպես է կատարվում ձեռքերի պարաֆինոթերապիայի հետ համակցված։ Այսինքն դուք այս մի պրոցեդուրայի ընթացքում կարող եք հանգիստ վայելել եւ հանգիստը եւ դեմք, պարանոց, դեկոլտե ձեռքերի խնամքը մեկ այցի ընթացքում։ Carboxy Express պրոցեդուրան ապահովում է մաշկի թարմություն, խոնավացում, ունի հակատարիքային եւ հակապիգմենտային ազդեցություն, իսկ պարաֆինոթերապիան ձեռքերի համար ունի բուժիչ խոնավացնող էֆեկտ, հենց որ կարող եք վայելել թարմ, փափուկ ձեռքեր ու մաշկ պրոցեդուրայից հետո։ Հիմա ձեզ թողնեմ Անուշի հետ, տեսեք, թե ինչպես է կատարվում պրոցեդուրան ամբողջությամբ։ Ձեզ հետ է Սիրոն Մինասը։ Մնացեք։
Ահա եւ պարզեցինք, թե ինչ է իրենց ներկայացնում կարբոքսի թերապիան, երբ է այն կատարվում, ինչ նպատակով եւ ինչպես է անցկացվում այս պրոցեդուրան։ Իսկ այժմ տեղափոխվենք իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոն։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին գտնվում ենք իմպլանտում Kids ստոմատոլոգիական կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք մեր սիրելի մանկական ատամնաբույժ Ռիտա Սիմոնյանի հետ։ Ողջույն բժշկուհի Ռիտա։ Այսօր որոշեցինք քննարկել ինչ հիմնական խնդիրներ են հանդիպում հասունացման շրջանում երեխաների մոտ։ Եթե կարելի է խնդրեմ թվեք հիմնական խնդիրները։ Հիմնական խնդիրները այդ տարիքում դա նույն կարիեսն է, կծվածքի հետ կապված շատ խնդիրներ ունեն այդ տարիքի երեխաները եւ ամենակարևորը, որի հետ ավելի հաճախ են առնչվում ծնողները եւ երեխաները, դա լնդի բորբոքումն է։ Ինչով է պայմանավորված հենց լնդի բորբոքման հակվածությունը այդ տարիքում։ Դա պայմանավորված է երեխայի տարիքի հետ, քանի որ այդ տարիքում երեխայի օրգանիզմում կատարվում են հորմոնային շատ փոփոխություններ եւ դրա պատճառով անկախ երեխայի հիգիենայի աստիճանից եւ այլ պայմաններից անկախ միևնույն է երեխաների մոտ հաճախ առաջանում է լնդաբորբ։ Հետաքրքիր է, որ ասեցիք նաև կցվածքի խնդիրներ։ Ինձ առաջին հարցը, որ հետաքրքրեց, օրինակ ինչպես կարող է ծնողը տեսնել, որ երեխան կցվածքի խնդիր ունի։ Թե դա միայն ատամնաբուժի այցից հետո է պարզվում։ Շատ խնդիրներ կան կցվածքի հետ կապված, որ ծնողներն էլ նույնիսկ կարող են նկատել տան պայմաններում, երբ երեխայի ատամները լինում են վերևի ատամները լինում են շատ առջև կամ ստորին ծնոտի ատամները կամ հենց ստորին ծնոտը լինում է շատ հետ, բայց կան իհարկե խնդիրներ, որոնք չեն կարող ծնողները նկատել, դա համար այդ տարիքում, երբ երեխան բոլոր ատամները արդեն փոխում է մշտական ատամներն, այդ դեպքում մենք այդ տարիքում, այդ շրջանում մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին, որպեսզի անպայման այցելեն կոնսուլտացիայի օրտոդոնտի։ Քանի որ շատ խնդիրներ կան, որոնք մենք կարող ենք շտկել այդ տարիքում, դեռահաս շրջանում, որը անհնարին կլինի ուղղել կամ մի փոքր դժվար ավելի հասուն տարիքում, ասենք 18-ից 20-ից հետո։ Այո, ասեք խնդրեմ, օրինակ նույն բրեկետները, որ շատ ցանկալի է, գիտեմ, եթե կրելու են, պատանեկան հասակում կրեն, ոչ թե օրինակ 20-ից հետո, չնայած շատերը 30-40 տարեկանում եւս դնում են, այդ պատճառով, որ կցվածքը եւս ձևավորվում է հենց այս տարիքում։ Այո, հենց դրա հետ կապված հետո պետք է հիշենք, որ ընդհանուր երեխայի օրգանիզմը, ինչպես եւ ոսկորները ձևավորվում են մինչեւ 20-21 տարեկան, ինչը նշանակում է, որ ինչ որ կապված է ոսկրի հետ, ավելի հեշտ է ուղղել մինչև այդ տարիքը։ Եվ կոպիտ ասած ոնց որ ոսկորը լինի պլաստիլին, որը կարող ենք ուղղել, ձև տալ, այն ձևը տալ, որ մեզ է պետք, իսկ 20-ից 21-ից հետո, հա, էլի կարելի է, իհարկե անշուշտ կարելի է գծվածքը ուղղել, բայց դա մի քիչ ավելի բարդ process է։ Կարող եք մեզ տալ մի փոքրիկ ուղեցույց, մասնավորապես եւ ծնողներին եւ ինչու ոչ երեխաներին, ովքեր եւս պետք է որոշակի պատասխանատվություն իրանց ատամների եւ բերանի խոռոչի համար կրեն փոքրիկ ուղեցույց, ինչպես վարվել, ինչպես կանխարգելել այս հասակում առաջացող խնդիրները։ Այո, այս տարիքում շատ նուրբ տարիք է, ասենց ասեմ, երեխաների, այո, եւ հոգեբանական առումով իդեպ, անշուշտ, եւ ֆիզիոլոգիական։ Հենց ավելի շատ երևի էսի նկատում եմ հենց հոգեբանական առումով, քանի որ այս տարիքում երեխաները ավելի ուզում են դառնալ ինքնուրույն, ծնողների անկախանում են ծնողները։ Երեխաները ձգտում են ծնողների հսկողության տակ չգտնվել, ամեն ինչ որոշեն ինքնուրույն եւ ծնողները չեն հետևում, թե երեխան օրը քանի անգամ մաքրեց ատամները, արդյոք ընդհանրապես մաքրեց, չմաքրեց, չեն կարողանում հսկել երեխայի սննդակարգը, քանի որ շատ երեխաներ ունենք, որ դպրոցում կամ դպրոցից դուրս սիրում են քաղցրավենիք գնել ինքնուրույն։ Մեկ էլ պայուսակի մեջ գտնում ենք։ Այո, չիպսեր, գազավորված սոկեր եւ այդ ամեն ինչը հոսում է իհարկե ատամների առողջության վրա, լնդերի առողջության վրա եւ ոչ
գիտակից երեխաները սկսում են այդպիսի վնաս հասցնել իրանց օրգանիզմին եւ ոչ միայն ատամների, նաեւ մարսողական համակարգին են վնասում այդպես եւ ուզում եմ շեշտել, որ այդ տարիքում հաճախ լինում է երեխաների բերանից վատ հոտ են զգում ծնողները, դա նույնպես կապված է համ լնդերի առողջության հետ, համ էլ նույն մարսողական համակարգի հետ է կապված, քանի որ երեխաների այդ ոչ կանոնավոր սննդակարգը բերում է նրան, որ ստամոքսի հեղուկի թթվայնությունը բարձրանում է եւ դա նույնպես բերում է նրան, որ երեխայի բերանից վատ հոտ գա։ Դրա համար պետք է ծնողները այդ տարիքում էլ ավելի ուշադիր լինեն, քան մանուկ հասակում։ Եվ ուզում եմ շեշտել, որ ծնողները այդ տարիքում ավելի խիստ հետևեն իրանց երեխայի հիգիենային եւ օգտագործել ոչ միայն խոզանակ եւ մածուկներ, այլ նաեւ թելեր, միջատամնային խոզանակներ անպայման, որպեսզի միջատամնային տարածությունները լավ մաքրվեն եւ նաեւ կան հատուկ պարագաներ լեզուն մաքրելու համար։ Դա նույնպես այս տարիքում խորհուրդ եմ տալու, որպեսզի երեխաները ինքնուրույն սկսեն օգտագործել։ Ահա, փաստորեն ամենաառաջին հերթին բնականաբար ճիշտ հիգիենան է, ինչի մասին մենք բազմիցս խոսում ենք, հետամուտ լինել, որպեսզի նույն մարսողական խանգարումների դեպքում, եթե առաջին ազդանշանը վատ հոտն է, տհաճ հոտն է բերանի խոռոչից եւս ստուգումներ անցնեն համապատասխան մասնագետի մոտ եւ իհարկե ինչքան հնարավոր է խուսափեն քաղցրավենիքի եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Այո։ Շատ լավ, շնորհակալ եմ լավ խորհուրդների համար։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Իմպլանտում Kids ստոմատոլոգիական կենտրոնում եւ այսօր զրուցեցինք հասունացման շրջանում հանդիպող բերանի խոռոչի հիմնական խնդիրների մասին։ Տեր կհանդիպենք։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ամփոփելով հաղորդումը ցանկանում եմ հիշեցնել, որ մեր հաղորդումները կարող եք դիտել YouTube-յան ալիքում։ Գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք խոլեստերինի մասին։ Պարզեցինք, թե այն ինչպես կարող է ազդել մեր օրգանիզմի վրա, ինչպես է հնարավոր կառավարել նրա մակարդակը օրգանիզմում եւ արդյոք այն միշտ վնասակար է։ Պարզեցինք, թե ինչ է ներկայացնում կարբոքսի թերապիան, երբ եւ ինչ նպատակով է այն կատարվում։ Ինչպես նաեւ խոսեցինք հասունացման շրջանում բերանի խոռոչում հանդիպող հիվանդությունների մասին։ Այսօր այսքանը, եղեք առողջ։